Սիրելի իմ ժողովուրդ, քունջուտ, գիտեք ինչքան առողջարար է։ Ունի իհարկե արտադրության մեջ մեծ կիրառում, նույնիսկ անգամ եթե հացաբուլկեղեն, թխվածներ վրան են ցանում, կալցիումի հզոր քանակություն, ռումբ, այն նաև ինֆեկցիոն հիվանդությունների համար շատ լավ է, ունի հակաբորբոքային, հակավիրուսային դիմադրողականությունը բարձրացնող եւ ուզում եմ ասել ամենակարևոր հատկանիշը այն շատ լավ է ազդում ոսկրային հիվանդությունների դեպքում կալցիումի քանակությունը ավելացնելով այն բարենպաստ է ազդում ոսկրերի արթրիտի, արթրոզի ժողովուրդ ջան, ես շատ լավ բան տեսա, լսեք ինչ տեսա ես, կրյա եմ տեսնում այստեղ, օ, ինչպիսի կրյա, սիրելի իմ ժողովուրդ, տեսնում եք Մենք այս այգում կրյա ունենք պարզվում է, տեսեք ինչքան խոշոր է, ինչքան լավն է, ինչքան ընտիր է, տեսեք, իմ սիրելի ժողովուրդ եւ ոնց է նա կարողանում արագ շարժվել, հետո էլ ասում են կրյան շատ դանդաղ է շարժվում, սիրելիներս, տեսնում եք, ես եւ ձեր հետ խոսեմ եւ պատմեմ, քունջութի յուղը իհարկե չափից ավելի առողջարար է այն մարդկանց, որոնք ունեն արթրիտ, արթրոզ, ռևմատիզմ, որովհետև ոսկրերի վիճակը կարգավորելով նաև ներ է ծծվում ոսկրային մակարդակով ոսկրերի մեջ եւ ցավազրկում է։ Սիրելիներս օգտագործեք քունջութի յուղ։ Այն պետք է օգտագործել այսպես ամեն առավոտյան սոված վիճակում մեկ թեյի գտալ եւ երեկոյան 2 ժամ ուտելուց հետո մեկ թեյի գտալ այն կկարգավորի ձեր ոսկրերի վիճակը ինֆեկցիոն հիվանդություններին շատ լավ է դիմադրողականությունը կբարձրացնի ձեր ակտիվությունը կշատացնի նաեւ ուզում եմ ասել սիրելիներս ես գտել եմ մի այնպիսի վայր որտեղ կարելի է քունջութի յուղ վերցնել հենց այսպես ձեր աչքի առաջ քամված եւ ձեզ տան որովհետեւ յուրաքանչյուր անգամ մտածում ենք եթե խանութից են գնում արդյոք այն ինչքան ժամանակ է արտադրվել իսկ այստեղ եթե 1 ամսվա է եւ ավելի պակաս եթե նույն օրվա է միկրոէլեմենտները հանքանյութերը օմեգայի հզոր քանակությունը պահպանվում է եւ անպայման ես խնդրում եմ նաեւ հիշեք որ պետք է վերցնել 200 գրամ եւ ոչ ավել 1 ամիս խմելու համար հետո նորից կգաք մեր հրաշալի Աննային կասեք որ համեցեք ես եկել եմ նորից վերցնելու եւ նորից կվերցնեք որովհետեւ ինչքան թարմ այնքան այն առողջարար է սիրելիներս տեսնում եք ինչ անեմ այս կրյան ասեք խնդրում եմ բռնեմ թե չբռնեմ անկեղծ ասած չգիտեմ կկարողանամ բռնել օй տեսակ բռնեցի ինչ անեմ կրյային սիրելիներս հեռախոսի համարը իհարկե ես կգրեմ իմ էջում, եթե անհրաժեշտ լինի յուղեր կարող եք զանգահարել, բայց գյուղացիներին ես կոչ եմ անում, հրավիրեք ինձ ձեր բնակավայրեր, թե խոտաբույսեր, թե ծաղկե որևիցե արտադրություն անելուց կամ չգիտեմ ինչպիսի արտադրություն, որ դուք որոշել եք եւ ուզում եք, որ ես իմ էջում տեղեկացնեմ բոլորին, ես պատրաստ եմ, ես գյուղացին սիրում եմ, գյուղացին իմ հարազատն է